Ուժեղ Հայաստան կուսակցության ձերբակալված անդամներից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է ու նա ազատ է արձակվել, հայտնել է կուսակցության անդամ իրավապաշտպան Գոհար Մելոյանը։ 3 հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր ընդդիմադիր Ուժեղ Հայաստան կուսակցության արտաշատի գրասենյակի 14 անդամի։ Նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու եւ ստանալու համար։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը պարզաբանել էր, որ խոսքը վերաբերում է մեր ձևով հասարակական կազմակերպության գործունեության շրջանում տեղի ունեցածին։ Մասնավորապես աշխատանքներում ներգրավված անձինք ստացել են աշխատավարձ, որը փաստաբանի դիտարկմամբ չի եղել պայմանագրային կամ գրանցված, ինչն էլ ստիպել է գերատեսչությանը մտածել, որ դա ընտրակաշառք է։ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, Ստամբուլում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչ օրս մեր հայրենակիցներից շատերը անհետ կորած են։ Մեջբերում նրանց ճակատագրերը եւս պետք է պարզվեն։ Մեջբերման ավարտը։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը այս կարևոր հարցը բարձրացրել է խոսելով խաղաղության համաձայնագրի մասին, որը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ երկու երկրների միջև վերջնական վստահություն հաստատելու համար մարդասիրական այս կարևոր հարցը պետք է լուծում ստանա։ Սիմոնյանը կարևորել է Հայաստանում հաստատված խաղաղությունը եւ Թուրքիային հրավիրել միանալու այդ գործընթացին։ Իր ելույթում շեշտել է. «Մեջբերում այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Մեջբերման ավարտը։ Thank you very much, Mr. Speaker, for your statement. Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային ժողովի նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Նրանք երկուսն էլ դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այս ձևաչափով շփումները։ Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ։ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ ունենալու վերաբերյալ պնդումները չի հերքել Հայաստանի վարչապետը, սակայն նշել է, որ դրանք բոլորը վերաբերում են Հայաստանի խաղաղությանն ու համաձայնագրին։ Հա, բաց չի, որ ունենք պայմանավորվածություններ։ Այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Այդտեղ սպառնալիք չկա, ոչ մի սպառնալու բան չկա։ Դա շատ պարզ, շատ սովորական տրամաբանություն է։ Վարչապետը նաև նշել է, որ չունի որևէ գաղտնի պայմանավորվածություն, շեշտելով, որ բոլոր համաձայնությունները հրապարակված են եւ բոլորը կարող են ծանոթանալ դրանց։ Փաշինյանը հավելել է նաև, որ ընտրություններում քաղաքացիները պետք է աջակցեն խաղաղությունը պահպանելու քաղաքականությանը, հակառակ դեպքում այն կփլուզվի։ Ընդ որում ասում եմ, եթե Բեյրութի հարավային արվարձանների տեղահանված բնակիչները սկսել են զանգվածաբար վերադառնալ իրենց տները։ Տասնյակ հազարավոր մարդիկ լցրել են փողոցները հաղթական նշաններով, մեքենաների ազդանշաններով եւ Հեզբոլահի դրոշներով, տոնելով հրադադարի հաստատումը։ Սա տեղի է ունեցել Իսրայելի եւ Լիբանանի միջև պաշտոնապես ուժի մեջ մտած 10-օրյա ժամանակավոր զինադադարի ֆոնին։ Հրադադարի լուրը հաստատել են Հեզբոլահը եւ Իսրայելը, սակայն կողմերը մնում են զգուշավոր։ לעשות הסכם שלום היסטורי עם לבנון. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դեռևս չեն լքի Լիբանանի տարածքը, պահպանելով ընդլայնված անվտանգության գոտին։ Ավելի վաղ Ցախալի խոսնակը հայտնել էր բանակում զինվորների պակասի մասին եւ նշել, որ երկրում անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է այս քայլը, նշելով, որ պետք է վերջապես խաղաղություն լինի։ Նա շեշտել է, որ Իրանի դեմ պատերազմը նույնպես պետք է շուտով ավարտվի։ Իրանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ այս հրադադարը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ձեռք բերված ավելի մեծ համաձայնության մասն է։ President invaded and overthrew the government of a foreign country
ԱՄՆ կոնգրեսում կայացած լսումների ժամանակ օրենսդիրները կտրուկ տարակարծություն են հայտնել Լատինական Ամերիկայում Վաշինգտոնի վարած ռազմավարության շուրջ։ Դեմոկրատ կոնգրեսական Խոակին Կաստրոն քննադատել է ռազմական ուժի կիրառումն առանց կոնգրեսի թույլտվության։ Նա հայտարարել է, որ միջամտության իրական շարժառիթը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ վենեսուելական նավթը։ Կոնգրեսականները նախազգուշացրել են, որ նմանատիպ քաղաքականությունը Կուբայի նկատմամբ կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Ըստ օրենսդիրների Կուբայի դեմ 11-ն շարունակվող պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է, հարվածելով ոչ թե կառավարությանը, այլ շարքային քաղաքացիներին։ Այս ամենին զուգահեռ մեկ այլ կոնգրեսական բարձր է գնահատել նախագահ Թրամփի գործողությունները, պնդելով, որ նա համարձակվել է անել այն, ինչ նախորդ վարչակազմերը չեն արել վերջին 30 տարվա ընթացքում։